վարույթ հարուցելու որոշում մի քիչ մարդկային լեզվով կբացատրեք, դա ինչ է նշանակում, որ ոչ իրավաբանները հասկանան։ Փորձեմ։ Տեսեք, ամեն դեպքում, քանի որ ինքը իրավական որոշակի խրթում հարց է, այստեղ է խնդիրը։ Տեսեք, վարույթ հարուցվում է որոշակի հանգամանքներով եւ որից հետո որոշվում է, օրինակ, պահպանել կալանքը, թե կիրառել այլ խափանման միջոց։ Բայց սկզբնական փուլը դա դեռ վարույթ հարուցելն է։ Պատկերացրեք, եթե վարույթ հարուցել միջնորդության վերաբերյալ Դատարանը գտել է, որ ոչ թե պետք է հատուկ ընդգծի, որ օրինակ տնային կալանքը պետք է բեկանվի եւ կալանքը պետք է լիներ որպես այդպիսին խափանման միջոցը, այլ ընտրել է այլ մոտեցում։ Ենթադրում եմ ընտրել է այլ մոտեցում, քանի որ մեղմ ասած ճնշումները այնպիսին են լինում դատավորների նկատմամբ ժողովրդավարության բաստիոն հանդիսացող Հայաստանում, որ միաժամանակ նաեւ մարդիկ փորձում են ինչ որ կերպ այդ ճնշումը համ պահպանել, համ ինչ որ լուծումներ գտնել։ Հիմա ինչ որ լուծումներ երևի թե փորձել է Սուրեն Խաչատրյանը գտնել, որտեղ ոնց նշեցի, պատկերացրեք ինքը գտել է, որ վարույթ չպետք է հարուցվեր, բայց մանրակրկիտ անդրադարձել է օրինակ կոչերի վերաբերյալ հանգամանքին, որ դատարանը կիրառել է։ Հիմա այս իրավիճակում արդյոք հնարավոր է սթափ, սառը, մարդկային, մատչելի ձևով գնահատել այս որոշումը։ Ոչ, հարգելի գործընկերներ, ինչի համար, որովհետև երբ մենք հասկանում ենք, թե դատավորների հանդեպ ընդհանրապես ինչ աստիճան ճնշումներ են, միտեղ հենց հնչեցնում է Սամվել Կարապետյան անունը, վերջ դատավորներից նույնիսկ ամենալավ դատավորը կարող է վերածվել մի ինչ որ այսպես ասած, ինչպես էին ասում, չէ, թե ինչ է արդարությունը, թե ինչ է արդարադատությունը, թե ինչ է դատավորի խիղճը, այս երեք հարցերին պատասխաններ չեն գտնում այդ դատավորները։ Երևի իրենք էլ են ուզում ինչ որ միտեղ, որ դա գրված լինի։ Օրինակ դատավորներ կան երևի թե, որ ուզում են հասկանան, թե ինչ է դատավորի խիղճը։ Դեռ չեն կարողացել հասկանալ, բայց կարողանում են այսպիսի դատական ակտեր կայացնել։ Պարոն Վարդևանյան, հիմա եթե Սամվել Կարապետյանի առողջական վիճակը գնահատվի լավանա, հիվանդանոցից դուրս գրվի, ուր է տեղափոխվելու, տուն թե բանտ։ Ես այս իրավիճակում ըստ վերաքննիչի որոշման, եթե դիտարկենք իրավիճակը, որ բժշկական օգնության եւ սպասարկման հարցը չլիներ, միևնույնն է չենք կարող պատասխանը տալ, որովհետեւ արդեն կա դատական նիստ նշանակված տնային կալանքի երկարաձգման հարցով։ Ինչի համար եմ սա ընդգծում։ Պատկերացրեք, եթե օրինակ դատավոր Դոլմազյանը կիրառում է վարչական հսկողությունը որպես խափանման միջոց եւ իր դատական ակտում արձանագրում է, որ որոշումը մտնում է օրինական ուժի մեջ հենց դատական նիստերի դալիճից։ Ինչ է լինում այդ ժամանակ անձը, անկախ նրանից թե երբ է լրանում ժամկետը խափանման միջոցի, դուրս է գալիս դատական նիստերի դալիճից։ Իրավական կազուս է էլի առաջացել, հա, պարոն Վարդևանյան։ Որոշակի առումով, այո, բայց խնդիրը ուրիշ բանում է։ Հակասություն ես չեմ տեսնում ինչու, որովհետև հունվարի 13-ից գիծ են քաշում գործընկերներ։ Հունվարի 13-ից անդին այլևս հնարավորություն տնային կալանքի խափանման միջոցից զատ ավելի խիստ խափանման միջոցի իրավական կառուցակարգ չկա։ Գտեք ցանկացած իրավաբանի, ասեք կա տենց մեխանիզմ թե չէ։ Քրեական դատավարության օրենսգիրքը ուղիղ սևը սպիտակով այդ կարգավորումը նախատեսել է 5 օր շուտ։ Այլ հարց երևի թե Սուրեն Խաչատրյանից կարող է լինի հիմա դժգոհություն։ Օրինակ, ասեն ինչի ամսի 13-ին չէի տվել դատական ակտը։ Օրինակ ինչի չի արել Սուրեն Խաչատրյանը։ Այ հիմա կարող է նորից հարց առաջանա Սուրեն Խաչատրյանի խիղճը, արդարադատությունը, արդարությունը ինչա, ոնց է։ Բայց մի բան կարող եմ ասել, իսկապես ես մարդկայնորեն նույնիսկ ինչ որտեղ սարսափում եմ մեր դատական համակարգից։ Սարսափում եմ, որպես իրավաբան իսկապես ինքը վախենալու երևույթ է, որ ստացվում է դատավորը կարող է իսկապես նման դատական ակտ կայացնել։ Այսինքն նման կերպ փորձի իրավիճակը մեկնաբանել։ Բայց ես հասկանում եմ նաև այն աստիճան հակասականության մեջ են իրենք էլ չեն հասկանում երևի թե ինչ փորձեն անել այս ճնշումների պայմաններում։ Իրականում Սամվել Կարապետյանը երբ դեռևս հունիս ամսին իր առաջին հայտարարություններից մեկում, որը դիմել էր հանրությանը Արմավիր քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում, նույն ինքը Չոբան Քյարայի քրեակատարողական հիմնարկից վերջինիս կողմից հենց նշվել էր ընդհանրապես դատական համակարգի խնդիրները, ընդհանրապես դատավորների անկախության խնդիրը, որ իրականում դատավորները ոչ թե անկախ են, այլ կախյալ են։ Եվ այս հանգամանքների վերաբերյալ իր խոստումները ներկայացրել էր։ Իդեպ ճանաչելով արդեն Սամվել Կարապետյանին առավել քան լավ, վստահ եղեք այդ խոստումը կատարելու է։
Հակոբյանյան, դուք նշեցիք, որ ավելի քան 6 ամիս Սամվել Կարապետյանը գտնվել է արտոնեկանում եւ որևէ հետազոտություն չի անցել, բայց եւ արտոնեկցարանում գտնվելու պատճառով է Սամվել Կարապետյանի առողջական վիճակը վատթարել, բայց եթե չեմ սխալվում, պարոն Կարապետյանը պիտի նաեւ կարողանար իր ուզած բժշկի մոտ, այսպես ասած, գնալ բժշկական հետազոտություն։ Դուք պարզապես մեջբերում եք կառավարության վերաբերելի որոշումից, ինչպես նաև ձերբակալված եւ կալանավորված անձանց իրավունքներին վերաբերող նորմատիվ իրավական ակտից դրույթ։ Այո, այն ամբողջությամբ չի գործել Սամվել Կարապետյանի դեպքում։ Այո, այն բազմաթիվ այլ կալանավորների դեպքում գործում է եւ պետք է գործի, բայց Սամվել Կարապետյանի դեպքում չի գործել։ Եվ ես հատուկ եմ ընդգծում, որ Սամվել Կարապետյանի առողջության հետ կապված այն իրավիճակը, որը կա, որը վստահաբար լուծվելու է։ Վստահաբար այս առողջական խնդիրները հաղթահարելու է Սամվել Կարապետյանը, որտեղ նորից եմ ասում, մենք խոսում ենք ուժեղ հայ տղամարդու մասին, որի նկատմամբ չարամտորեն նման գործողություններ են կատարվել։ Ես այստեղ թե չարամտությունն եմ տեսնում, թե դիտավորությունն եմ տեսնում, բայց վստահ եղեք, այս ամեն ինչը հաղթահարվելու է։ Դիմումները ներկայացրել եմ ես։ Գիտեք, քանի անգամ եմ ներկայացրել։ Դուք քրեական գործի հատորները, որ տեսնում եք 100 թերթից ավել։ Ես այդքան դիմումներ ունեմ ներկայացրած։ Այո։ Բժշկական պատշաճ, օգնություն ապահովելու վերաբերյալ բոլորը մերժվել են։ Բոլորը։ Կներեք, արդեն ժամը 16:00-ն է մոտենում, ներողություն եմ խնդրում։ Շնորհակալություն արգելի գործընկերներ, որ նման արագ արձագանքեց։ Դատական նիստի։ Այո, դատական նիստի տնային կալանքի երկարաձգման վերաբերյալ շնորհակալություն գործընկերներ ջան։ Պարոն Կարապետյանը տնային կալանքում կգնա։ Եկեք հələ հասկանանք ի վերջո հնարավոր է մերժվում է ընդհանրապես այս միջնորդությունը։ Իդեպ գործընկերներ, սա էլ եմ ուզում հատուկ հստակ արձանագրել։ Մենք տնային կալանքի վերաբերյալ ունենք հստակ առարկություններ։ Մենք գտնում ենք, որ ընդհանրապես այս գործով խափամամիջոց չի կարող կիրառվել։ Լավ, ի վերջո վերհիշենք, հա, մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը։ Լավ, ինչ հանցանք կարող է այստեղ լինել, չէ՞, նույնիսկ լավ ամենաաբսուրդային, տիտանական աբսուրդային երևակայությունը թույլ չի տալիս այստեղ տեսնել ինչ որ որևէ մի հակաօրինական արարք։ Եվ ընդհանրապես ես համարում եմ, որ ամեն ինչ սահման պետք է ունենա։ Ամեն ինչ, նույնիսկ քաղաքական հետապնդումն էլ սահման պետք է ունենա։ Դրա համար այո, մեր դիրքորոշումը այն է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ ընդհանրապես խափամամիջոց չպետք է կիրառվի։